Որպես մեծ ձեռքբերում ներկայացվում է, որ 49 տարի հետո կարող է սա երկարացվի եւ այդտեղ արդեն հայկական փայաբաժինը կդառնա 50-ին մոտ 49։ Իսկ այսինքն 26% փայաբաժինը ինքը ինչ է։ Դա ինչ համամասնությամբ է այդ թիվը որոշվել։ Ասում են, որ հնարավոր ներդրումներ, եթե հնարավոր ներդրումների ծավալները դեռևս պարզ չեն, ներդրումն անողներն էլ դեռևս պարզ չեն, ովքեր դա ամերիկյան կազմակերպություն են լինել, թե այլ։ Եվ այդ ներդրումները այստեղ ասվում է, որ օրինակ, որ այդ փայաբաժինը կարող է վաճառվի, հանձնվի ուրիշին, հա, լավ, այդտեղ հարց, եւ ասում է պետք է համաձայնությամբ լինի երկրները, օրինակ Հայաստանը պետք է համաձայնվի, որ օրինակ ամերիկյան կողմը իր փայաբաժնի մի մասը տա երրորդ կողմի։ Օրինակ Թուրքիայի։ Ում ասես։ Հիմա Հայաստանի համաձայնությունը ինչ է նշանակում։ Դա վետո իրավունք է, թե վետո իրավունք չի։ Եթե դա վետոյի իրավունք է, ապա դա պետք է այդտեղ հայտարարության մեջ թեկուզ դա այդպես նշվել, որ այդ համաձայնության բացակայության պարագայում դա չի կարող լինել։